Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Դուք մեր պաստառները շատ են, մեր պաստառները չեք տեսել տարբերությունները, ինչքանից ինչքան է դարձել։ Ինչն է կտրուկ բարձրացում։ Քիչ բարձրացում 10,000։ Երբ Փաշինյանն ասում էր 1000 դրամն անգամ մեծ բեռ է բյուջեի համար, հարգելիներս, մենք նաև նախորդ կառավարության ուրեմն ծրագրով ունենք որոշակի պարտավորություններ կենսամակարդակի հետ կապված եւ այդ քայլով մեր կառավարության ծրագրի շրջանակներում ենք գործել։ Պարոն Հարությունյան, եւ վերջին հարցը տամ, պարոն Հարությունյան, ոչ ընտրական process-ների հետ կապված վերջինորեն շատ ակտիվ քննարկվում է ծանրամարտի ֆեդերացիայի հայտարարությունը, դուք ուզում եք Գագիկ Ծառուկյանին Օլիմպիական կոմիտեի ղեկավարի պաշտոնից հեռացնել։ Ինչու՞։ Նախընտրական երբ որ Ծառուկյանը հայտարարել է մի վարքյան դրանով պայմանավորված չի, այլ պայմանավորված է նրանով, որ նախ ծանրամարտի ֆեդերացիան, որը հիմա գլխավորում եմ, ստանում է ինչ որ կարճ ժամանակ առաջ ասամբլեայից ՀԱՕԿ-ի օրակարգ, որտեղ այլ հարցերի շրջանակներում գրված է ընտրություններ։ Ուզում եք հասկանանք, այդ ինչի ընտրություն է, մի քանի անգամ գլխավոր քարտուղարը կամ մեր աշխատողներից չեմ հիշում ով կապվում է ՀԱՕԿ-ի հետ եւ փորձում է պարզել դա ինչ ընտրություններ են։ Եվ մեզ հասած տեղեկությունից տենց փորձում էին այս ամբողջ process-ը նախընտրական այս փուլում սղացնել, անցկացնել, այնինչ ՀԱՕԿ-ը լուրջ կառույց է եւ անհրաժեշտ է որպեսզի այդ գործընթացները անցնեն պատշաճ մակարդակով եւ այդ հայցն է ներկայացվել նախ այդ ասամբլեայի ընտրությունները հայցի ապահովում ապահովել եւ արժանանակ հետաձգել մինչև որոշում կլինի եւ երկրորդը մենք մեր հայցի մեջ նաեւ երբ որ ուսումնասիրեցինք ավելի լուրջ գործընթացները վերջին ամիսներին նաեւ ներկայացրել ենք այն խնդիրները, որոնք կան ՀԱՕԿ-ում եւ ես չգիտեմ այս պահին երբ դա կլինի, որովհետեւ դատարանը հայցի ապահովում է իրեն տվել եւ ըստ այդ դրա էլ նաեւ երբ որ կլինի վճիռ այս կամ այն կողմ նոր ըստ դրա կարելի է ամենայն դեպս օրենքն է այդպես ասում եւ ըստ դրա կշարժվենք բայց բերել այս թեժ փուլում նաեւ այտենց փորձել խնդիրներ լուծել։ Ասում են, եթե ընտրություններին չմասնակցել, ես ձեզ ասեմ հարգելի գործընկերներ, եւ ձեզ շատ ուղիղ եմ ուզում ասել, սրա մասին սպորտային աշխարհը չի խոսում, բայց ես հիմա կասեմ։ Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը։ Եվ Գագիկ Ծառուկյանը իրավունք չունի այլևս 70-ը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին։ Եվ հիմա իրենք փորձում են այսպիսի ուրեմն հնարքներով, շնորհակալություն, հնարքներով ընտրական եւ քաղաքական այս թեժ փուլում անցկացնել այդ ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որպեսզի նա եւս այդպես 4 թե 5 տարի 4 տարի եւս ուրեմն ղեկավարի ՀԱՕԿ-ը 65-75 տարիք եք ասել Նիկոլ Փաշինյանը, թողեք թոշակառուներին ձեր կառավարությունն է խրախուսում աշխատել։ Ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ես էլ հիմա պատասխանում եմ ձեր հարցին, ձեր հեգնանքը տեղին կլիներ, եթե ՀԱՕԿ կանոնադրությունը այլ բան ասեր։ ՀԱՕԿ կանոնադրությունը շատ հստակ է։ Պարոն Հարությունյան, ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին, ես ուզում եմ հասկանալ
հնարավոր է կամի փուլ մի էտապ, որ նշեք, որ Սամվել անունով մարդ չի կարող ընտրությունների մասնակցել, որովհետև այդ մասին նաև ՔՊ պատգամավորներից բարձրացրել էին այս հարցը։ Հնարավոր է նման դեպք արձանագրվի։ Ես ձեր բարի ժպիտին ուղղակի կժպտամ ինձ։ Շնորհակալություն։ Հնարավոր է, բայց սա չպատասխանեցիք։ Ես պատասխանեցի։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում